Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ եւ սեր առավոտից ձեզ ենք փոխանցում հարգելի ռադիոլսողներ, իհարկե հանրային ռադիոյի ուղիղ եթերից։ Բարի լույս եւ բարի գալուստ 9:30, ինչը նշանակում է, որ սուրճ ու սեր առավոտից սկսում է իր աշխատանքը հանրային ռադիոյի ուղիղ եթերում Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանն են տաղավարում եւ առաջիկա 1.5 ժամը լինելու ենք միասին։ Գեղեցիկ եթեր ենք ձեզ խոստանում, ի վերջո գեղեցիկներն են եթերում։ Մենք մեզ չգովանք, ով գովա, ինչեւ է հարգելի ռադիոլսողներ։ Մենք լիահույս ենք, որ դուք երեք ունեցել եք հրաշալի տոնական օր, որովհետեւ որքան էլ որ ասում ենք մանուկների տոնն է այսօր, մանուկների տոնն է այսօր, մենք էլ առիթից օգտվում ենք ու միշտ այդ տոնին մասնակցում ենք որպես լիիրավ մասնակից։ Ինչ ես արել երեք, գնացել ես միտեղ գոնե տոնել։ Չէ, Լուսինե, չնայած այն բանին, որ սկզբում պլանավորում էի, հետո վախեցա խցանումներից, վախեցա տաքսիների գներից եւ խելոք մնացի ռադիոյի մինչեւ ուշ երեկո, մինչեւ մի փոքր փոփոխություն եղավ։ Մի եղիր մյուսների պես, եղիր ինձ պես, սիրելի Վեգա, կենտրոնական հատվածում հատկապես մոռանում ես որևէ տրանսպորտային միջոցի համար, ապավինում ես սեփական ոտքերիդ եւ քայլում ես։ Նախ առաջ առողջարարը, երկրորդը եղանակը շատ լավն է, երրորդը խցանումների մեջ չես ընկնում ու ավելի շուտ ես հասնում, քան օրինակ մեքենայով։ Միանշանակ համաձայն եմ, ուղղակի մասիվ կամ կոմիտաս ոտքով մի տեսակ չէի ասնի, թե չէ կենտրոնական հատվածում միանշանակ համաձայն եմ։ Քեզ հետ այն էլ այս եղանակին շուտով այնքան շոկ է լինելու, որ դժվար է լինելու։ Կարծում եմ պետք է եղանակը եւ այս շրջանը օգտագործել հենց իսկապես քո խորհրդին հետևելու եւ անպայման քայլելու։ Բժիշկներն են խորհուրդ տալիս շատ քայլել, շատ մարզվել եւ իրականում ասում են, որ շատ հիվանդություններ, եթե նախկինում չկային, հիմա կան դա նրանից է, որ մենք վարում ենք նստակյաց կյանք, շատ ֆիզիկական աշխատանք չենք կատարում, իսկ այն ժամանակ տեխնիկան մեր փոխարեն չէր աշխատում, ամբողջությամբ ապավինում էինք ինքներս մեզ։ Այնպես որ ժամանակները փոխվել են, պետք է այնպես անենք, որ այդ բալանսը պահենք։ Իդեպ Լուսինե, հենց մասնագետի կարծիք եմ ասում, որ ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև հոգեբանական առողջության, հոգեկան առողջության շատ խնդիրների հետևում կանգնած է այն, որ ֆիզիկական ակտիվությունը մեր կյանքում քիչ է, grounding են ասում նրանք մասնագիտական լեզվով, երևի հողակցումն է, չէ՞, դա էլի երեկելի հիշել է։ Ասում են, որ ֆիզիկական ակտիվության նույնիսկ այդ երբ ժամանակին մեր մայրիկները օրինակ ձեռքով լվացք էին անում։ Չէ, եկեք ձեռքով լվացք։ Չէ, համաձայն եմ չանեմ, բայց դա իրականում, քանի որ ֆիզիկական ակտիվությունը քչացել է, դրանից նաև մի քիչ։ Իսկ դու չես ֆիքսել նույնիսկ այն փոքրիկ գործընթացը, որ պիտի կատարվի լվացք անելուց առաջ, հագուստը տեղադրվի լվացքի մեքենայի մեջ, լվացքի փոշին տեղադրվի, 2-3 կնոպկա սխմելը նույնիսկ արդեն դարձել է, որ ոյ, պիտի լվացք անեմ։ Իրականում հաշվի առնելով այն, որ երբ մի շրջան արտերկրում էի բնակվում աշխատանքի բերումով եւ լվացք հատունը մեկն էր ամբողջ շենքի համար եւ դրա համար պիտի գրկեի ամբողջ հագուստս իջացնեի այդ համապատասխան հարկը սպասեի իմ հերթին նոր կարողանայի լվալ, հիմա թեթև է թվում։ Բայց դե այո, իրականում հասկանում եմ ինչ նկատի ունես ու համաձայն եմ։ Ոչ մի գործ թող ձեր տրամադրության վրա չազդի, եղեք աշխատունակ, հարգելի ռադիոլսողներ, հետևեք մեր խորհուրդներին, մեր օրինակին, որովհետև մենք առույգ ենք, ունենք լավ տրամադրություն եւ մարտական ենք տրամադրված, որպեսզի այդ լավ տրամադրությունը հենց հանրայինի եթերից փոխանցենք ձեզ, մանավանդ որ արևը կա, լավ եղանակը կա, եւ լավ երաժշտություն։ Դե որքանով է եղանակը լավը, կիմանանք արդեն երաժշտական դադարից հետո, երբ ձեզ կներկայացնենք այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ տանից դուրս գալուց առաջ հաստատ չի խանգարի, բայց մինչ այդ համաձայն եմ օրվա տրամադրությունը սահմանում է առաջին երգը։ Գնացինք։ Շատ պատահական հիմա դժվար է ինձ համար մոռանալ քեզ մոռանալ ու հեռանալ խնդրում եմ քեզ ինձ մի մերժի անհույս իմ սերը մի մարի սիրում եմ քեզ ինձ հասկացիր սիրելիս ախոս մի հեռացի դու արևն ես իմ ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Ես քո կապիլը դուր ինձ սերը քո Սպասում եմ ես դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո
դարձել եմ քո գերին Եվ քո անունն է լոկին շուրթերին Խնդրում եմ ինձ մի պահ լսի հասկացի Եվ իմ սրտին ընկեր դարձի Ես առանց քեզ չկամ կարծես Եվ առանց քեզ դատարկ եմ տես Դու անավարտ խոսքերը քո բացատրիր Անխոս մի հեռացիր Դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո կաթիլը դուր ինձ սերը քո Սպասում եմ ես դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո կաթիլը դուր ինձ սերը քո Սիրում եմ ես քեզ Ամեն մի տեղ ամեն բակյան Իրար կանչող սրտեր շատ կան Ուսում եմ որ գտներ իրար ունիներ Ապաշան Դու արևն ես իմ Դու ցերեկն ես իմ Դու անձրևն ես իմ Դուր ինձ սերը քո Սպասում եմ ես դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո կաթիլը դուր ինձ սերը քո Սիրում եմ ես քեզ Դու արևն ես իմ Վեկա ջան, ես լուսինը քո Արի համարենք այս երգը Վայ շնորհակալություն Արի համարենք այս երգը մեր երկուսից հիմնը Երբ մենք եթերում երկուսով ենք այս երգը միշտ պիտի եթեր հեռարձակվի Դե արևն ու լուսինն են այսօր ձեզ Վեգա համաստեղությունը Այո, վեգան աստրա իրականում պայծառության 5-րդը Թե չէ ուրիշ տեղ են տանում վեգան Չէ, Զուտ դրաման Վեգան աստրի անուն է, կա վեգաոնով մի աստղ, որը մեր կողմերում ըստ պայծառության 5-րդն է Առաջինը չէ ցավոք, բայց դե գիտենք մահացող Լավագույն հնգյակը լավ է Են առաջին 4-ը կընկնեն Այուն է քեզ Այո, կմնա մոտամել 5-րդ Մի խոսքով ձեզ եւս մեկ անգամ ողջունում ենք հարգելի ռադիո լսողներ, ասում ենք բարի լույս։ Մենք խոսում էինք դրա մասին, որ եղանակներն են լավացել եւ ճիշտ կլինի, որպեսզի դուք շատ քայլեք։ Եվ այսպես, այսօրվանից մինչև հունիսի 6-ը առավելապես ցերեկային ժամերին Հայաստանի Հանրապետության տարածքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, նաեւ սպասվում է ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Եվ մինչև հունիսի 6-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ ծիծաղելի է մի պահ թող գիշերը գարետ-ինչ գալիս էր ցերեկը նորմալ լիներ օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է 2-ից 4 աստիճանով հարգելի ռադիո լսողներ ինչ վերաբերում է մայրաքաղաքին ապա տեղեկացնենք որ մինչև այսօրվանից մինչև չէ երեկվանից մինչև հունիսի 6-ը առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ դե թող չլիներ էլի դա էլ չլիներ էլի ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ նաեւ տեղեկացնենք որ գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ տեղերով փոխվել են էլի Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության Բայց իմացար թե ինչ է եղել։ Ինչ է եղել։ Ինչպես թե փակե։ Ես էլ երեք տեսա, որ կարծես թե բացվել էր։ Այո։ Ճիշտ ասած երեք այո մի լուրի հանդիպեցինք, որն ասում էր, որ Արագածոտնի մարզում Ամբերտ Բարսելերնային օթերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները վերջապես բացվել են։ Հանդիպեցինք նման լուրի օրը։ Բայց այսօր փրկարար ծառայությունն ասում է, որ չէ, փակեն, գուցե փոքր ցուրտը եւ այլն։ Գիշերը նորից փակվել է, օրինակ, որ եղանակային պայմանները Մերասեր ված Այո, ես ասում եմ, ոչ իմացակ ինչ է եղել, պիտի ասեի, որ արդեն բացվել է, էնել արի ուտես, որ ոչ դեռ փակ է, ամեն դեպքում ինչպես հասկացաք, ուշով եմ հետևում ես այս ավտոճանապարհների բացմանը եւ սպասում, այս պահին դեռ փակ են, փոխարենը Լարսն է բաց, այս մասին Վրաստանից եւ Ռուսաստանից են հայտնում, Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ուրա, հուսանք հերթեր չկան եւ շարժվենք առաջ։ Մայրաքաղաքում խցանումների նիշը 6 է։ Լավ, շատ վատ չէ։ Շատ ավելի վատ է լինում այս ժամերին, այո։ Ինչպես սիրում են ասել, մենք հիմա փորձում ենք նայել թե խցանված որ հատվածներն են, մնում է մեր քարտեզը մի քիչ ավելի լավ ցույց տա մեզ եւ մենք փորձենք հասկանալ։ Կան կարմիր փողոցներ, դրանք այդքան էլ շատ չեն, բոսորով են ներկված, ահա կարծես տեղի ունեցավ այդ բաղձալի իրադարձությունը եւ մենք կարող ենք փողոցներն ասենք, որ վարորդները փորձում են մեծ
այդ փողոցները շրջանցել, որպեսզի խուսափեն խցանումներից, բայց իրենք շրջանցելով նաև փոքր փողոցներն են արհեստական ստեղծում խցանումներ, որովհետև նայում ենք փոքր փողոցները խայտառակ խցանված են, այդ նեղլիկ փողոցները օրինակ Զաքյանից ներքև մտնող փոքրիկ փողոց կա, որ վարորդները երևի ենթադրյալ փորձում են այդպես գնալ, որպեսզի խորենացիով չմտնեն, այլ շրջանցեն եւ հետո հայտնվեն խորենացու վերջը եւ դրա հետևանքով օրինակ այդ փոքրիկ փողոց, ես ուզում եմ փողոցի անունը գտնել, գերծանրաբեռնված է հարգելի ռադիոլսողներ, երկկողմանի գերծանրաբեռնված եւ բոսորով է ներկված, այնպես որ իմացեք, որ դուք հիմա սովորական խորենացին եւ Ամիրյանը այս կարող ենք ասել, որ ընդհանրապես խցանված չէ, դեղին է նույնիսկ, դատարկ եք թողել եւ փոխարեն այդ փոքրիկ փողոցն եք Ամիրյանը չի, մի վարքյան Զաքյանը, փոխարեն այդ փոքրիկ փողոցն եք ծանրաբեռնել։ Միշտ չի, որ այսպես փողոցները շրջանցելը բերում է լավ արդյունքի ստացվում է։ Մաշտոցի պողոտայից էլ կարելի այդպես փոքրիկ փողոց, որը գերծանրաբեռնված է։ Ես կասեի, որ Սարյանից եկող դեպի Մաշտոցի պողոտա, այդ փոքրիկ փողոցը նեղլիկ գերծանրաբեռնված է, բոսոր է ներկված ամբողջությամբ։ Այսինքն այս պայդրությամբ կարող ենք ձեզ խորհուրդ տալ պարզապես խուսափել փոքր փողոցներից եւ փորձել մեծ փողոցներով հանգիստ գնալ, որովհետեւ Մաշտոցի պողոտան օրինակ դեպի օպերա բարձրացող հատվածը կարմիր է ներկված, բայց բոսոր չէ, այդուհանդերձ շարժվող է եւ փոքրիկ հատված է, հետո արդեն նորմալանում է եւ կկարողանաք հանգիստ երթևեկել։ Կարծես թե կենտրոն բերող փողոցները դե ծանրաբեռնված են, Կոմիտասի պողոտանը շատ ծանրաբեռնված, Սարալանջը բնականաբար էլի ծանրաբեռնված է մշտական, այո։ Աթենքի փողոցը միշտ ծանրաբեռնված է, Խանջյանը բավական ծանրաբեռնված է, իդեպ այս պահին Նալբանդյան փողոցը հատկապես դեպի այո հրապարակ իջնողը շատ ծանրաբեռնված է, բայց իրականում որքան էլ անընդհատ նշում ենք ծանրաբեռնված է, համեմատած նախորդ օրերի, կարծես թե համեմատած ավելի։ Դա նշանակում է, որ շարժվում է, խցանում կա, մի քիչ դանդաղ եք գնում, բայց չեք դոփում տեղում։ Այստեղ հիշեցի դոփում են ձիերը։ Խոսքի վարպետության դասանցած ցանկացած անց հիշում է դոփող ձիերի մասին։ Հիմա իմ ուսանողները եթե մեզ լսում են, միանգամից ժպտացին եւ իրենք սկսեցին այդ վարժությունը կատարել։ Լուսինը հենց նոր հասկացա, որ միայն հենց այդ առաջին տողն էլ հիշում եմ, մնացածը չեմ հիշում, որովհետեւ զուտ դասի ժամանակ ուսանողների հետ ենք։ Վեր հիշել ես։ Ֆինանսական գործարքներ պլանավորող մարդկանց ներկայացնեմ օրվա փոխարժեքը ըստ կենտրոնական բանկի այսօրվա տվյալները։ Ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 368 դրամի եւ 35 լումայի, եվրոն արժե 428 դրամի եւ 98 լումա, 5 եւ 1 է ռուսական ռուբլին, վրացական լարին 138 դրամ է 22 լումա, 495 դրամ 91 լումա է բրիտանական ֆունտ ստերլինգը, դիրհամը այսօր 100 դրամ է 29 լումա եւ դե իրանական ռիալը կայուն 0.027։ Չնայած այնքան ասացինք կայուն, մինչև 28-ից իջավ 27։ Դե լավ, հա, մինիշ է իջել։ Լումա էլ չէ, չգիտեմ դա ինչ։ Թեպետ ֆինանսական աշխարհում ինձ թվում է նույնիսկ 1 լուման մեծ դեր է խաղում եւ իրավիճակ է փոխում։ Մենք որ այդքան էլ ֆինանսական աշխարհի հետ չունենք, դրա համար էլ մեզ համար դա ինչ է, որ բայց մեծ գործարքների բարակը չի եկել, բայց Դե, եթե ճամփորդում ես, գուցե պետք գա ինչու ոչ, նաև այսպես, իսկ մենք տեղափոխվում ենք ճամփորդողների աշխարհ, այսինքն օդային տարածք եւ փորձում ենք հասկանալ ինչ իրավիճակ է։ Եթե նայում ենք Զվարթնոցի սանդղակին, ապա տեսնում ենք, որ վայրեջքները գրեթե բոլորը ժամանակին են, ուղղակի ունենք 3 չվերթ, որոնք վաղար ժամ են վայրեջք կատարելու, հաշվի առեք, եթե Դուբայի չվերթներից մարդ ունեք դիմավորելու հարգելի ռադիոլսողներ, 11:25-ի փոխարեն ինքնաթիռները, 2 ինքնաթիռն էլ Դուբայից եկող, վայրեջք են կատարելու 10:43-ին, նույնը շարժայի չվերթին է վերաբերում, 13:10-ի փոխարեն այն վայրեջք կատարի 12:36-ին, փաստորեն քամիները բարենպաստ են այդ կողմից էլի Արաբական Էմիրությունների կողմից քամիները բարենպաստ են, իսկ եթե նայում ենք թռչող ինքնաթիռների չվացուցակը, ապա տեսնում ենք, որ բոլորը ժամանակին են տեղի ունենալու, բավականին հագեցած են չվերթները, ես տեսնում եմ, թե ինչ ուղղություններով չվերթներ կան, դե ձեզ ասում ենք բարի ճանապարհ, բարի ժամանց, վերադառնաք լավ հույզերով ու լավ տպավորություններով եւ հարստացնեք իհարկե ձեր հիշողությունների ալբոմը։ Այո, եթե մեկնում եք հրաշալի ժամանց լինի, եթե վերադառնում եք բարի գալուստ տուն։ Այո, եթե գործով եք գնում, հաջողություն ենք մաղթում ձեր գործերին, որովհետեւ դա եւս շատ կարևոր է, չէ՞։ Առաջարկում եմ չա-չա-չա անենք։
Ինչ կարծիք ես, չգիտեմ, որքան կստացվի մեզ մոտ այդ չա-չա-չան, բայց այդուհանդերձ ես առաջարկում եմ, որպեսզի հերթական երաժշտական կատարմամբ ընդմիջենք, բայց դա չի նշանակում ուղղակի պիտի նստեք ռիթմերի ներքո ակտիվ բարեք հարգելի ռադիոլսողներ եւ այդպես կկատարեք նաեւ առավոտյան նախավարժանքը Բրունո Մարսն է շարունակում մեր եթերը There's a party at the Pinky Ring. Ooh, the hooligans, we outside. The spotlight's on you now. Spotlight's on you. Let me see what you came to do. See what you came to do. Girl, the dance floor's yours and you're looking ready to set it on fire. Come on and cha-cha-cha with me. And I'ma cha-cha-cha with you tonight. Oh, I like it like that. She working that back. I don't know how to act. Ooh, come on and cha-cha-cha with me. And I'ma cha-cha-cha with you tonight. Oh, I like it like that. She working that back. I don't know how to act. Ooh, if you're ready, I'm ready, baby. We can do this all night. Let's go to the moon a little later. Hope you ain't scared to fly. Come on and cha-cha-cha with me. And I'ma cha-cha-cha with you tonight. Oh, I like it like that. She working that back. I don't know how to act. Ooh, come on and cha-cha-cha with me. And I'ma cha-cha-cha with you tonight. I like it like that. She working that back. I don't know how to act. Come on and cha-cha-cha with me. Սուրճ ու սեր առավոտից։ Մի տեսակ չա-չա-չան ուրիշ տարբերակով էի պատկերացնում, ավելի ակտիվ, ավելի բան, այնպես նուրբ չա-չա-չա էր Բրունո Մարսի կատարումը։ Թեթև մեղմ առավոտյան, ինչքան որ առավոտյան էներգիան կհերիքի մարդկանց 9:49 մենք ուղիղ եթերում ենք ոչ միայն FM հաճախականությամբ, այլև մեր Facebook-յան էջում եւ կայքում armradio.am երկու հարթակներում էլ ունենք նաեւ մեկնաբանություններ գրելու հնարավորություն իդեպ մեր ամենահավատարիմ Մեդիկ Բաբուջյանը արդեն հասցրել է մեզ սրտիկներ եւ ծաղիկներ թողնել, դուք նույնպես կարող եք մեզ մեկնաբանություններ գրել
Շարունակեք հետևել մեր գեղեցիկ եթերին, հարգելի ռադիոլսողներ։ Դեռ զանգահարել, ինչու ոչ 553702-ը այս հեռախոսահամարը ամբողջ եթերի ընթացքում հասանելի է բացառությամբ լրատվական դաթարի։ Այո, Ընթացքում զանգեր չենք ընդունում, մնացած ամբողջ ընթացքում կարող եք զանգել ձեր ողջույնները, բարևները, հարցերը, կարծիքները ուղղել մեզ։ Հիշեցնենք հունիսի 2-ն է եւ երեքշաբթի է։ Իդեպ Սպիտակում ապրող մեր ռադիոլսողներին շտապ ենք տեղեկացնել, որ այսօր Սպիտակում ժամը 18-ին Հանրային ռադիոն գալիս է հենց ձեզ մոտ եւ Արևիկ մանկապատանեկան անսամբլի ելույթն է լինելու, կարող եք միանալ, գնալ վայելել եւ ձեր երեխաների տոնը շարունակել, այսպես տոնը թող տոն շարունակի, արևիկցիները արդեն կազմ պատրաստ են եւ պատրաստվում են արդեն ուղևորվել դեպի Սպիտակ, այնպես որ թիմավոր արևիկցիներին շնորհակալություն ոչ միայն այսօրվա, այլև այն առիթով, որ 100-ամյակի միջոցառումների ամբողջ ընթացքում նրանք շատ ակտիվ են լինելու եւ բազմիցս ուրախացնելու են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մեր ռադիոլսողներին ու բնակիչներին եւ կարծես թե արդեն հեռախոսահամարը Հանրային ռադիոյի 100-ամյակի առիթով մենք գալու ենք մարզեր, հիշեք, մեր բոլոր կոլեկտիվները համերգներով գալու են մարզեր, տարբեր ուղղություններով, մենք դրանք անպայման մեր ծրագրի ընթացքում կտեղեկացնենք, միայն իմացեք, որ այսօր արևիկցիները արդեն գալիս են Սպիտակ։ Մենք կարծես թե ունենք զանգ, մեկ վարքյան, պետք է հնչի այս զանգը, այս սա պիտի հնչի, մենք պետք է լսենք սա եւ ասենք բարի լույս, դուք Բարի լույսով է մեզ միացել։ Ձեզ միացել է Անահիտը։ Բարև ձեզ Տիկին Անահիտ։ Զանգել եմ բարի լույս ասեմ բոլորիդ։ Շնորհակալություն հայտնել Հանրային ռադիոյին, հենց այդ կոլեկտիվների համար։ Ես որ հիշում եմ Արևիկ անսամբլը, թե ինչպես էր ղեկավարում Ռոբերտ Պետրոսյանը, եւ այսպես հերթով ղեկավարները փոխվել են, բայց Արևիկի աշխատելավոճը չի փոխվել։ Հնչում ենք արտաշատել եկեք։ Հրավիրեք, արտաշատը թող հրավիրի։ Կընդունի, որովհետեւ մենք ունենք շատ արվեստասեր քաղաքացիներ, շատ արվեստասեր համայնք, հապետարան, համայնք, որ այս տարի բոլոր մշակույթի լավ գործիչներին ընդունել ենք։ Ես մի փոքրիկ գաղտնիք ասեմ, գաղտնիք չէ, որ ասում է Պասիկրետուսի մուսնետո, Աշնանը Արման Հովանեսյանի հետ արտաշատեր այցելել մեծ մայեստրո Ռուբեն Մաթևոսյանը եւ իր խոսքով ու երգով ինձ ստիպեց արտասվել, որովհետեւ ես ամեն անգամ չէ որ մի քիչ քար եմ էլի, բայց իմ սիրելի մայեստրոն իր խոսքով ու գործով ապացուցեց եկեք արտաշատ սիրելիներ ու մենք ընդունենք ձեզ ինչպես հարկն է։ Տիկին Անահիտ, Մաղթում եմ ձեզ լավոր եւ մի փոքրիկ առաջարկ ու ավարտեմ, որտեղ հիմա գիտեմ Կարեն Ղազարյանին եք հյուրում գալելու։ Ես ուզում եմ խնդրել, եթե մենք ունենք առավոտյան թեթև ծրագիր, բարի լույս, եկեք նաև ունենանք բարի երեկոն ու կտեսնենք, որ մենք ավելի թեթև կքնենք, ավելի լավ կլինենք եւ ծանր ծրագրերից մի փոքր կազատվենք։ Շնորհակալ եմ ձեզ խնդրեմ լավ։ Տիկին Անահիտ, ձեր համայնքապետարանին ասեք, թող մեզ հրավիրեն։ Անպայման սխալ չէ, ուղենք անպայման ինքս կխնդրեմ իմ լավ ընկերոջը Կարմեն Մկրտչյանին, մեր համայնքապետին եւ այդ խնդիրը կլուծենք։ Պայմանավորվեցիք։ Դուք հրավիրեք, մենք կգանք։ Շնորհակալություն Տիկին Անահիտ։ Տիկին Անահիտը մեզնից լավ գիտի, թե ով է ռադիո լուրում այսօր հերթապահող մեկնաբանը, երբ է իջնելու, հրաշալի է։ Մենք որ ասում ենք մեր ռադիոլսողներն ուրիշ են, հենց այնպես չենք ասում։ Եվ ինչ ես կարծում, արժի հիմա բացել օրացույցը, թե այդուհանդերձ մենք լսենք հերթական երաժշտական կատարումը, դիմավորենք Կարենին, հետո ռադիոլուրից հետո արդեն նոր բացենք, թե շատ ենք ձգում։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Դե լավ, արի Արի մի երկու բան ասենք։ կարող ենք այո, մի քանի Եթե մենք լինեինք Թայլանդում, մենք հիմա կմասնակցեինք Թայլանդում անանասի փառատոնին։ Շատ եմ սիրում։ Ես էլ եմ շատ սիրում, հատկապես այստեղինները, չէ՞, էլի հենց այնտեղի այո, կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն է մեկնարկել Համբուրգում։ Եթե Համբուրգում լինեինք, կգնայինք ու կարճամետրաժ ֆիլմեր կդիտայինք։ Դեպ Լուսինե չնայած այն բանին, որ հայկական ժամանակակից կինոն դեռևս այն տեղում չէ, որտեղ կուզեինք որ լինի, կարծես թե այո, կարծես թե կարճամետրաժ ֆիլմերի հարցում ունենք առաջընթաց եւ վերջին տարիներին շատ հաճախ հայկական կարճամետրաժ ֆիլմեր հայտնվում են նույնիսկ Օսկարի շորթլիստում, ինչը կարծում եմ հրաշալի է, գուցե հենց այստեղից էլ պետք է սկսել փոքրիկ քայլերով, փոքրիկ կարճ ֆիլմերից սկսել եւ հետագայում արդեն հայտնվենք ավելի բարձր կետերում։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ օրվա հետ կապված եւս
մեկ կարևոր իրադարձության, մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև եւս մեկ հանգամանքի, որ մենք ինչ ենք ուտում առհասարակ, որովհետեւ հատկապես այսօր առողջ սնվելու օրն է եւ պետք է հրաժարվենք fast food-ից եւ այլ վնասակար ուտեստներից, այո, այսօր հենց կոնկրետ առողջ սնվելու օրն է, հատկապես եթե այդպես նայենք, սիրելի ատամնաբույժի օրն է, բայց մենք ատամնաբույժ կհյուրընկալենք մի քանի օրից, այնպես որ սպասեք, մենք այստեղ Հենց սիրելի ատամնաբույժի օրն է, ոչ թե առհասարակ ատամնաբույժներն։ Կարող ենք ասել սիրելի ատամնաբույժների, այնպես է ստացվել, որ դե շատ չեն, բայց ամենայն դեպս ատամնաբույժի պահով միայն կարող ենք ասել, որ յուրաքանչյուրն ունի իսկապես իր սիրելի կամ վստահելի ատամնաբույժը, եւ սա այնեղ բժշկական ուղղությունն է, որ շատ մանրակրկիտ են պացիենտները, բուժառուները ընտրում բժշկին, որովհետեւ միշտ չգիտես ինչի ասոցացնում են վախերի ու չգիտեմ ինչերի հետ։ Այս պարագայում մենք կարող ենք ասել, որ այո, պիտի սիրես, պիտի վստահես, որպեսզի գնաս նրա մոտ։ Ունես սիրելի ատամնաբույժ։ Այո, ունեմ սիրելի ատամնաբույժ։ Չկա այդպեսին, որ չունենա սիրելի ատամնաբույժ։ Նա գիտի միշտ ինձ համար բացառություններ է անում, որոշ չի կարելիներ կարելի է դարձրել ինձ համար, որպեսզի ամեն ինչ ավելի հեշտ լինի։ Կարծում եմ ավտոմատ ստացվեց այնպես, որ ընտրեցինք երկրորդ տարբերակը եւ կհասցնենք ինչ որ բան լսել մինչեւ Կարենին դիմավորելը։ Ես կարծում եմ այո, միայն կարող եմ ասել, որ շատակերության դեմ պայքարի կարող ենք համարել նաև սա, այո, եւ հիշեցում է այսօրը, որ ամեն օրվա մեր ուտելիքը պահանջում է ուշադրություն, թե մենք ինչ ենք ուտում, եւ պետք է իսկապես նայենք արդյոք մենք վատ սնունդ ենք օգտագործում թե ոչ, որովհետեւ հաճախ շատ ուտեստներ կան, որ մեզ շատ դուր են գալիս, մենք շատ հավանում ենք, ուտում ենք, բայց հետո պարզվում է, որ դրանք ամենավնասակարն են, ու մենք չենք էլ զգում ինչպես մենք մեր ցանկությամբ, հա մեր նախասիրություններով փչացնում ենք շատ բաներ եւ հատկապես փչացնում ենք մեր առողջությունը։ Ինչ ես կարծում, համամիտ ես, չէ՞։ Իհարկե համամիտ եմ, ես իրականում կտրուկ ամեն ինչը բացառելուն եմ դեմ, որովհետեւ ամեն դեպքում ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ուզած չուզած երբեմն, բայց ես առողջ բալանսին եմ կողմը, իհարկե։ Վնասակար ուտեստները որքան հնարավոր է պետք է քիչ լինեն, բացառեն, այո։ Մենք հիմա կփորձենք նաեւ հասկանալ արդյոք առողջ սննդի կողմնակից է մեր ռադիոլուրի գործընկերը Կարեն Ղազարյանը թե ոչ, որովհետև նա ժամանեց խցանումներ չկային ճանապարհին Կարեն ջան, բարի լույս։ Այսօր վաղ առավոտյան եմ եկել այդ ժամին խցանումներ։ Չէ, հիմա նոր 4-րդ հարկից 3-րդ հարկ նկատի ունեի Կարեն ջան ընդամենը։ Հասկացա ձեր ակնարկը։ Իրականում հաշվի առնելով թե որքան խառը շրջան է ռադիոլուրում եւ առհասարակ կարծում եմ բոլոր լրատվական ծառայություններում հաշվի առնելով Քարոզարշավի բուրը Քարոզարշավի պատկերացնում եք հնարավոր է։ Այս ընթացքում լարված աշխատանք։ Այո, որ շատ են ինֆորմացիան աշխատանքը Նախ չէ եւ հետո երկրորդն էլ որ ավելի հաճախ է կես ժամը մեկ լրատվությունը Եթերից առաջ ուտելը մի քիչ իհարկե չի կարելի եւ մնում եք սոված, բայց դա էլ սխալ է։ Իսկ ուտելուց ուշադրություն դարձնում եք, թե ինչ եք ուտում, վնասակար ուտելիք, ոչ, որովհետեւ այսօր առողջ սնվելու օրն է եւ կոչ է արվում, որպեսզի հասկանալով ուտել։ Սպառը գտանք, հասկանալով։ Ակնհայտ վնասակար չլինի, մնացածը խնդիր չի։ Այդ ակնհայտ վնասակար եւ չակնհայտ վնասակարը չեմ կարողանում ընկալել, որն է ըստ ձեզ, բայց այդուհանդերձ լուրերը այսօր ոչինչ, հա, տխուր ուրախ լարված Միջին, Միջին ծանրության են։ Միջին ծանրության են այսօր։ Բայց մենք ընդհատվենք գովազդով, այնուհետև հարգելի ռադիոլսողներ, կծանոթանանք վերջին թարմ նորություններին, մնացեք մեզ հետ։
ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ։ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրերատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մեհեր Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամկետով, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, վերջինիս վերաբերյալ կայացվել էր ձերբակալման որոշում։ Այսօր հունիսի 2-ի վաղ առավոտյան Արմավիրի մարզում ոստիկանությունն ու քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել։ Հետքի աղբյուրը հայտնել է, որ իրավապահները զենք զինամթերք են փնտրում։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցին մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ 2 տասնյակից ավելի հասցեներում քրեական ոստիկանության ծառայողները եւ քննիչները խուզարկություններ են իրականացնում։ Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Տավուշի մարզի դատախազության կողմից պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Աչաջուր բնակավայրի մշակույթի տան 31.9 քառակուսի մետր մակերեսով տարածքը եւ Գետահովիտ բնակավայրի մշակույթի տան 9.2 քառակուսի մետր մակերեսով տարածքը գնահատման գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտման ամսական համապատասխանաբար 2000 եւ 5000 դրամով հանձնվել են վարձակալության։ Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքի կողմից վարձակալության պայմանագրերը լուծվել են, վարձակալության իրավունքի պետական գրանցումները չեղարկվել են եւ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր եւ Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող 31.9 քառակուսի մետր եւ 9.2 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքերը, ասված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի Ռոսելխոզնադզորը հայտարարել է, որ հունիսի 2-ից սահմանափակել է Հայաստանից կորիզավոր մրգերի եւ թարմ խաղողի ներմուծումը, գրել է ՌԻԱ Նովոստին։ Սահմանափակումները վերաբերում են բալին, կեռասին, ծիրանին, սալորին, դեղցին, նեկտարին եւ թարմ խաղողին։ Դրանք կազդեն նաեւ նշված ապրանքների Եվրասիական տնտեսական միության երկրներ տարանցման վրա։ Գերատեսչության տվյալներով վերջին շրջանում աճել է Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կարանտինային ապրանքների հետ կապված խախտումների թիվը։ Ռոսելխոզնադզորը նշում է, որ բազմիցս տեղեկացրել է հայկական կողմին հայտնաբերված խնդիրների մասին, ընդգծելով, որ իրավիճակը կարող է վտանգել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների բուսասանիտարական անվտանգությունը։ Ավելի վաղ մայիսի 30-ից Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից մի շարք մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը, իսկ մայիսի 22-ից նաև ծաղիկների ներկրումը։ Ակնհայտ է, որ ժամանակի ընտրությունը պատահական չէ, Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը եւ ազդել խորհրդարանի ընտրության արդյունքի վրա։ Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական կայունությանը, այդ թվում հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտությունների, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում, ասել է Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիփերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նա հավելել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին նման ճնշումներին դիմակայելու հարցում։ Հիփերի հայտարարությունը հնչել է, երբ Եվրասիական տնտեսական միության ղեկավարները կոչ են արել Հայաստանին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է առաջարկը, այս փուլում հանրաքվեի անցկացումը անվանելով անտրամաբանական։ Եվ մեկ լուր միջազգային լրահոսից ռուսական օդային հարվածների հետևանքով այսօր Ուկրաինայի խոշոր քաղաքներում, այդ թվում Կիևում, Դնեպրում եւ Խարկովում առնվազն 9 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը վիրավորվել, հայտնել են իշխանությունները։ Շրջանային ղեկավար Ալեքսանդր Հանժայի փոխանցմամբ ռուսները հարավարևելյան Դնեպր քաղաքը ենթարկել են հրթիռային եւ դրոնային հարձակման, 5 մարդ է զոհվել, վիրավորվել ավելի քան 25-ը, վնասվել են բազմաբնակարան շենքեր, ավտոմեքենաներ, խաղահրապարակներ։
Մայրաքաղաքում առնվազն 4 զոհ եւ 51 վիրավոր կան, այդ թվում երեխաներ, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով 24 հարկանի բազմաբնակարան շենքի ենթադրյալ հրթիռակոծության պատճառով այն փլուզվել է։ Հնարավոր է, որ փլատակներում մարդիկ են մնացել։ Հյուսիսարևելյան Խարկովում դրոնային հարձակման հետևանքով 10 մարդ է վիրավորվել, նրանց թվում երեխա, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Ռուսական հարվածների վերաբերյալ հետախուզական տվյալները մնում են ուժի մեջ, հնարավոր է խոշոր հարված, իրենք դա նախապատրաստել են, երեկվա ուղերձում ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վստահեցնելով, որ բանակը դրան պատրաստ է։ Անցյալ շաբաթ Մոսկվան նախազգուշացրել էր, որ մտադիր է համակարգված հարվածներ հասցնել Կիևի ռազմական թիրախներին, օտարերկրացիներին կոչ անելով հեռանալ։ Մինչ այդ Ռուսաստանի նախագահը Ստարոբելսկի քոլեջի վրա ուկրաինական հարվածին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Կիևը որոշել է նոր որակ հաղորդել հակամարտությանը։ Մայիսի 22-ին Ստարոբելսկում արհեստագործական քոլեջի եւ հանրակացարանի վրա ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել էր 21 մարդ։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Կամի երկինք ու մի աշխարհ, կամի ամպույր մի ճանապարհ, կամի գիշեր որ կմնա, եւ հոգի որ ցանկանա, ինձ գրկեն ինձ հետ մնա, կյանքը մոռանա, ու չհեռանա, կամի արդյունք մի պատասխան, կամի երդում որ հավատա, կա եւ մի օր որ դու կասես, ես սիրում եմ միայն քեզ, ուզում եմ քեզ հետ մնա, քեզ չմոռանա, չհեռանա, ժամը կգնա, օրը կգնա, բայց իմ սերը քո կյանքից երբեք չի հեռանա, ժամը կգնա, օրը կգնա, բայց իմ սերը քո կյանքից երբեք չի հեռանա, կամի կարոտ կդիմանա, կամի աստված կհավատա, կամի վարդյան որ կսպասեմ, երբ որ քեզ կհանդիպեմ,
օրն էլ կգնա, ժամն էլ կգնա, կարևոր է այդ օրը եւ ժամը, րոպեն ու վայրկյանը ճիշտ օգտագործենք, ինչպես օրինակ շատ ճիշտ օգտագործում է յուրաքանչյուր րոպեն մեր ռադիոլսող Գագ Ավագյանը, որը բնակվում է Գերմանիայում։ Իդեպ շնորհակալություն ձեզ մեզ հանրայնացնելու համար Գերմանիայում, ձեր աշխատավայրում առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում, կարդանք մեկնաբանությունը։ Կարդանք Գագ Ավագյանը գրել է. «Բարի լույս, Գերմանիայում եմ բնակվում շատ երկար տարիներ, աշխատանքի վայրում եմ, պատին ամրացված մեծ մոնիտորի վրա ձեզ եմ դիտում, ավելի ճիշտ լսում, արդեն 3-րդ գերմանացին ներս մտավ եւ ասում են, «Էս ինչ սիրուն աղջիկներ են», դե թող իմանան, որ դրանով մեզ չեն հասնի»։ Շատ շնորհակալ ենք, այո։ Շատ շնորհակալ ենք, Արտակ Մխիթարյանը նույնպես մեկնաբանություն է գրել. «Բարի լույս, սեմ աղթում բոլորին, մենք էլ ենք միանում բոլոր մաղթանքներին, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնում ինչպես կոմպլիմենտների, այնպես էլ մեզ մեծ էկրանով դիտելու համար»։ Այո, շնորհակալ ենք իսկապես։ Սա առավել հուզիչ է, որ մենք կատակ ենք ասում ենք գեղեցիկ եթերը, գեղեցիկներն են եկել, դուք փաստում եք, էլի, որ այդ կատակն իրականություն, ասում յուրաքանչյուր կատակի մեջ 90%-ն իրականություն են, 10%-ն է իբր կատակ։ Բայց հիմա կատակ չենք անի եւ միասին կթերթենք պատմության էջերը ու կփորձենք հասկանալ, թե հունիսի 2-ը ինչով է նշանավորվել, ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել ու ընդհանրապես ինչ տոներ կան։ Իդեպ այսօր շատ են տոները, բայց առաջին տոնը բաց ենք թողնում, Մեգա ջան։ Ինձ թվում է դու ինձ հասկացար։ Սննդի մասն էինք խոսում, որ այսօր նաև առողջ սնվելու օրն է։ Եվ դրան զուգահեռ սնման խանգարման դեմ պայքարի համաշխարհային օրն է, ՍՎԽ, ասում ենք ծննդային վարքի խանգարում, եթե չեմ սխալվում, պաշտոնական բժշկական անվանումը սա է, իսկապես մի խնդիր, որը հատկապես վերջին տարիներին կարծես թե շատ ակտուալ է դարձել եւ կարծում եմ իրականում հենց առողջ եւ գիտակցված սնունդն էլ սրա դեմ պայքարի լավագույն բառակապակցությունը այսօրվա կարևոր մեխն է հասկանալով կերեք ինչ եք ուտում, որքան եք ուտում, երբ եք ուտում, սա եւս շատ կարևոր է։ Սա միջազգայինն էր։ Իսկ հիմա անցնենք մեր շատ սիրելի նահանգներին, որտեղ միշտ նրանց ազգային տոները տարբեր նահանգներում նշվող մեզ զվարճացնում են։ Լուսինե, երբևէ ինչ-որ կոբրայի վախեցրել ես։ Չէ, վախեցել է կոբրան ինձնից։ Վախեցրել, այո, հենց այդ օրն է։ Հա, ես եմ վախեցել։ Կոբրաներին վախեցնելու օրն են նշում Հյուսիսային Ամերիկայում, բայց սա Լուսինե։ Այո, այնպես որ այո։ Նաև ասենք, որ Միացյալ Նահանգներում այսօր քաղաքացիության օրն է։ Հետաքրքիր օր ունեն նրանք։ Ես չգիտեմ ինչ է սա նշանակում, Bubba Day, Կայքերից մեկը թարգմանել է Ջանիկի ազգային օրը, ծանոթ չի ինձ այս արտահայտությունը։ Մոմենտ շնորհավոր բոլոր բուբաներին։ Տարօրինակ եւս մեկ տոն, տարօրինակ չի, շատ լավ է, որ այսքան մանրակրկիտ են նայում նաև աշխատանքին, մասնագիտություններին։ Այսօր Միացյալ Նահանգներում առողջապահության ոլորտի կադրեր հավաքագրող ազգային օրն է, էլի, ռեկրուտանողների, այո։ Փաստորեն, երբ իրարից բժիշկներ են գողանում տարբեր բժշկական հաստատություններում, նրանց օրն է այսօր։ Այսօր նաև սիրելի ատամնաբույժի օրն է։ Կարող եք դուք բոլորը սիրելի ռադիոլսողներ զանգահարեք ձեր սիրելի ատամնաբույժին եւ շնորհավորեք իրենց օրվա առիթով։ Դե էլ ինչ տոներ նահանգներում առանց սննդամթերքին եւ տարբեր ուտեստների նվիրված օրերի միաժամանակ երկուսն են այսօր տոնում։ Կարոքի ռոտ տեսակի պաղպաղակ եւ նահանգներում այս տեսակի պաղպաղակի ազգային օրն է, բացի դրանից գրիլ հավի ազգային օրն է։ Վախ կուտեիր։ Հո։ Սոված փորին էս ինչեր ենք խոսում։ Եվ Միացյալ Նահանգներում նաև աշխատանքը շուտ ավարտելու ազգային օրն է հենց այսօր։ Վախ։ Դա էլ։ Իհարկե։ Հիմա շատերը ասում են երնեք մեզ մոտել այդ տոնը լիներ։ Այդուհանդերձ, բայց եկեք անկեղծ լինենք, արդարության համար նշենք, որ ոչ միշտ եւ ոչ բոլոր դեպքերում, բայց հաճախ են տեղի ունենում, երբ իսկապես կարիք կա շուտ դուրս գալու եւ դուք խնդրում եք ու ձեզ երբեք չեն մերժում։ Սա եւս շատ կարեւոր է։ Այսօր Արգենտինայում երկու մեկը իսկապես կարեւոր, մյուսն էլ ինձ համար շատ կարեւոր օր է, կամավոր հրշեջի օրն է։ Ամերիկյան մի արտահայտություն կա, ասում են ոչ բոլոր հերոսներն են կրում թիկնոց եւ կարծում եմ այո կան մարդիկ, որոնք հենց այդպիսին են, նույնիսկ նրանց մասնագիտությունը չի պարտադրում, միևնույն է ցանկացած վատ իրավիճակում փորձում են իրենց աջակցությունն ունենալ եւ նաեւ շների ազգային օրն են նշում Արգենտինայում։ Արգենտինայում տնտեսագիտական շրջանավարտի ազգային օրն են նշում նաև։ Արգենտինան այսօր հարուստ է փաստորեն։ Գնանք առաջ, երեխաների ծառատունկի օրն են նշում Բութանում, նաև անտառատնտեսության սոցիալական օրն է այնտեղ։ Դե արքայախնձորի փառատոնի մասին խոսեցինք Թայլանդի, հիմա այնտեղ լինեինք, չէ։ Այո։ Եվ այստեղ Իտալիայում հանրապետության օրն է, իսկ թե ինչու մենք անպայման կանդրադառնանք, երբ արդեն թերթենք իրադարձությունները, այնտեղ եւս կա այդ մասին ակնարկ։
Լուսինե վետերանների օրն է Կանադայում, բայց մի հարց ունեմ նաև։ Հաճախ երբ տարօրինակ ազգային տոներ ենք տեսնում նահանգներում, որտեղ գիտենք, որ բազմաթիվ նահանգներ կան եւ ինչ որ տոն կարող է մի նահանգում նշվել եւ մյուս ամբողջ Ամերիկայում չնշվել, դա ինձ երբեք զարմանալի չի թվում։ Բայց երբ մեզ ավելի մոտ եւ երկար տարիներ նրանց հետ կապեր ունեցած այնպիսի երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, այսպիսի տարօրինակ տոներ են պարզվում, որ կան, ես շատ եմ զարմանում։ Այս կարծում եմ առաջինը կապ ունի հենց միջազգային տոնի հետ, սննդակարգում ավելորդություններից հրաժարվելու օրն է, բայց մի մոռացի, որ Ռուսաստանն էլ է բավականին մեծ, ահռելի է, այնպես որ գուցե այս տարբերակն էլ է աշխատում եւ չմոռանանք, որ այնտեղ ոչ միայն ժամայինն է շատ տարբեր, նաեւ եղանակայինն է շատ տարբեր։ Այս պարագայում եւս պիտի դա հաշվի առնենք։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանում այսօր նաեւ նշում են արբանյակային հետազոտության ու նավիգացիայի օրը։ Ահա, հենց այս տոնն էր, որ ինձ զարմացրել էր թղթե օդսապարիկներ եւ օդանավիկներ արձակելու օրը։ Դե լավն է, էլի, այնտեղ վախեցնում ենք կոբրաների, հա, ճիշտ եմ հիշում։ Այստեղ էլ թղթե օդսապարիկներ են։ Բայց սա դեռ ամենատարօրինակը չէր, որ նշում են Հյուսիսում։ Ռուսաստանում այսօր նշում են նաև ընկնող պահարանների օրը։ Չգիտեմ որտեղ են նշում։ Չգիտեմ ռուսները տեղյակ են, որ իրենք նման օր նշում են թե չէ, բայց ընկնող պահարաններ։ Մի տեսակ ինտրիգույշ է, հա, այս բառը ռուսերեն գործածենք հենց տեղում է։ Սլովենիայում նշում են երկաթգծի աշխատողի օրը։ Եվ վերջ։ Այո, կարծես թե տոների հետ կապված վերջ տեսնենք թե ինչ հետաքրքիր դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունեցել պատմության էջերում հունիսի 2-ին եւ սկսենք թերևս էլի տիեզերական մինորությամբ 2003 թվականին Բոյկոնուրի տիեզերականից արձակվել է եվրոպական տիեզերական գործակալության աշխարհի առաջին միջմոլորակային Մարս սարքը։ Բա, այսպիսի բաներ են տեղի ունենում։ Տեղափոխվում ենք 1966 թվական, 12 տարի անց, հենց այսօրը 1966-ի Frank Sinatra-ն Strangers in the Night երգով կրկին հայտնվում է բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականում։ Իդեպ հայ հեղինակ ունեցող երգ է, երևի շատերը գիտեն, որ Strangers in the Night երգի հեղինակը հայ է։ Այո, հայտնի Ավոն է, այո, որը հայտնի է Չէ, նրան Ավո էին ասում, հիմա ազգանունը նույնպես կհիշեմ, ինչով էր նա հայտնի սիգարներով, նա արտադրում էր սիգարներ եւ շատ հայտնի է եղել ԱՄՆ-ում երկար արտադրող Ավոն ստեղծել է այդ հանրաճանաչ հիթը։ Հիմա ես կհիշեմ նաև նրա ազգանունը։ Այո, ցավոք չեմ հիշում, բայց այս ինֆորմացիան եւ նրա հետ հարցազրույցը դեռ տարիներ առաջ, եթե չեմ սխալվում, հանրային հեռուստաընկերության օտարամայի ճանապարհների վրա հաղորդման շրջանակում նրա հետ հարցազրույց էին անցկացրել։ Ցավոք, կարծեմ կյանքից հեռացել է Ավո Ուվեզյան, այո, հիշեցի, հայ-ամերիկյան ջազ դաշնակահար եւ սիգարի լեգենդ, հենց այսպես է նրան բնութագրում Google-ը Ավո Ուվեզյանը, այո, Ճիշտ եմ հասկանում, Հրաչ Սահակյանը ուզում էր մեզ հուշել ազգանունը, հա, փաստորեն մեր գործընկերները գիտեին այդ մասին։ Նրան ասում էին սիգարների Ավո, այսպես ասած, սիգարի լեգենդ, սիգարների արքա։ Այս պարագայում է իսկ ոչ, բայց որ Ավոն հրաշալի երգ է ստեղծել, դա փաստ է, չի էլ քննարկվում, շնորհակալություն, որովհետև այսպիսի երգերն են, որ նրանք երբեք չեն հնանում, նրանք միշտ կան եւ ակտուալ են։ Ես լուսանկարս եմ շատ տպավորիչ անձնավորություններ, այո, ես շատ տպավորվել եմ 91 տարեկանում։ Միանգամից այդ երգն էլ գալիս է հենց։ 91 տարեկանում 2017-ին է փաստորեն կյանքից հեռացել եւ ոչ միայն սիգարային մեծ իմպերիա է թողել, այլև այս հրաշալի անմոռանալի երգը, Սինատրայի այցեքարտն է։ Այո, այդպես կարող ենք ասել։ Տեղափոխվում ենք 1955 թվական, հիմնադրվել է Բայկոնուր տիեզերակայանը հենց այսօրը։ Եղիսաբեթ II-ի թագադրությունն է տեղի ունեցել 1953-ին այսօրը Վեստմինստերյան աբբայությունում եւ այն ժամանակ դեռ չգիտեին, որ Եղիսաբեթ II-ը դառնալու է Անգլիայի պատմության ամենաերկար կառավարած միապետը։ Այո։ Թագուհին, որին վերջերս հրաժեշտ տվեցինք։
Եվ իհարկե տեղափոխվում ենք Իտալիա, ես ասացի, որ ակնարկ կլինի ինչով էր պայմանավորված, ասեմ, որ 1946 թվականի հենց այսօրը Իտալիան հռչակվում է հանրապետություն եւ կանայք ունենում են ընտրելու իրավունք, այո, այնպես որ հենց դրանով է պայմանավորված այս հանգամանքը, որ մենք անդրադարձանք վերևում Իտալիային։ 1924-ի հենց այսօրը ԱՄՆ հնդկացիները քաղաքացիություն ստացան երկար պայքարներից եւ նրանց դեմ բազմաթիվ անարդարություններից հետո։ Տեղափոխվում ենք 1897 թվական New York Journal-ը հերքում է Մարկ Տվենի մահվան մասին լուրը, մեջ բերելով Լոնդոնից նրա հեռագիրը։ Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։ Այո, հայտնի արտահայտությունը, կարծում եմ լավագույն տողերից մեկն է, շատ հայտնի արտահայտություն իռլանդացի Վիլյամ Մակրումի առաջարկով ֆուտբոլում 11 մետրանոց տուգանային հարվածն է ներմուծվում, հնարվում, այսպես ասած 1891 թվականի այս օրը։ Որտեղից է եկել այդ 11 մետրանոցը, որին սրտի տրոփյունով սպասում են երկրպագուները։ Տեղափոխվում ենք 1886 թվական հենց այսօրը Միացյալ Նահանգների պատմության առաջին եւ միակ անգամն է եղել, որ Սպիտակ տանը տեղի է ունեցել պսակադրություն։ Միացյալ Նահանգների նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացել է Ֆրանսիս Ֆոլսոմի հետ, որը իր հերթին դարձել է ամենաերիտասարդ առաջին տիկինը, նա եղել է 21 տարեկան, պատկերացնում ես, այո։ Կարծես թե ծնունդներին նաև կհասցնենք անդրադառնալ, տեսնենք թե ով է ծնվել հունիսի 2-ին պատմության տարբեր թվականներին։ Սերխիո Լեոնել Ագուերո, արգենտինացի ֆուտբոլիստ, չենք ճանաչում, 1988 թվականի այսօրն է ծնվել, Մանչեսթեր Սիթիից է փաստորեն Լուսինե, դա էլ ասենք, որ չզայրանան երկրպագուները։ Իբր մենք գիտեինք, էլի։ Տեղափոխվենք բասկետբոլի աշխարհ։ Ահա, բասկետբոլիստուհի Էլեն Շակիրովան Բունյաթյանցը ծնվել է 1970 թվականի այս օրը։ Իդեպ մենք նաև ուզում ենք սրտան շնորհավորել մեր շատ սիրելի բանաստեղծ եւ երգահան Էդուարդ Զորիկյանին ծննդյան տարեդարձի առիթով, այսօր նաև նրա ծննդյան տարեդարձն է։ Արգելի պարոն Զորիկյան, մաղթում ենք, որ ձեր մուսան երբեք ձեզ չլքի եւ ստեղծվեն դրա շնորհիվ բազմաթիվ այլ երգեր, որ կկարողանանք նաև ձեր շուրթերից լսել ձեր կատարմամբ։ Շնորհակալ ենք մեզ այդքան գեղեցիկ ու խորքային երգեր նվիրելու համար։ Սա եւս շատ կարեւոր է։ Լուսանկարչության վիդեո արվեստում կարևոր օր է փաստորեն այսօր ստացվել, որովհետեւ այսօրն է ծնվել ինչպես նիդերլանդացի լուսանկարիչ եւ վիդեո ստեղծող, վիդեո creator Ռինեկե Դեյքստրան 1959-ին, այնպես էլ հայ լուսանկարիչ Սերգեյ Փարաջանը Վիթանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը 1947 թվականի այսօրը շնորհավորում ենք։ Եվ շարունակենք, չգիտեմ, ֆուտբոլային աշխարհից եւս մեկ նորություն կա, մեքսիկացի ֆուտբոլային նախկին մրցավար Էդգարդո Մենդեսն է ծնվել 1951-ի այսօրը։ Եվ իհարկե եւս մեկ լուր երաժշտության աշխարհից Rolling Stones խմբի անդամ Չարլի Ուոթսի ծննդյան օրն է այսօր, հարվածային գործիքներ նվագողը 1941-ի այսօրն է ծնվել։ Ջազային դաշնակահար 1936 թվականին է ծնվել Եվգենի Գևորքյանը։ Եվ իհարկե երաժշտական աշխարհից չենք հեռանում, Պետրոս Կիրկորովն է ծնվել, բուլղարացի երգիչ, այո, Ֆիլիպ Կիրկորովի հայրը 1932 թվականի հենց այսօրը։ Գնանք կինոաշխարհ, Խուան Անտոնիո Բարդեմը, իսպանացի ռեժիսոր, ծնվել է 1922 թվականի այսօրը, հետաքրքիր արդյոք նա Խավիեր Բարդեմի հետ արունակցական կապ ունի։ Կարող եք ճշտել այդ ընթացքում, ինչ դուք կճշտես, ես տեղեկացնեմ մեր ռադիոլեսողներին, որ 1913 թվականի այսօրն է ծնվել գերմանացի երգիչ, երգահան եւ գրող Վալտեր Անդրեաս Շվարցը։ Շարունակենք, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն ամերիկացի լողորդ Ջոնի Վայսմյուլլերը ծնվել է 1904 թվականի այսօրը, ճշտեցիր արդեն թե դեռ ոչ։ Չէ, դեռ փնտրում եմ։ 1863 թվականի այսօրը ծնվել է ավստրիացի դիրիժոր, կոմպոզիտոր Ֆելիքս ֆոն Վայնգարտները։ Այո, Խավիեր Բարդեմի հետ արունակցական կապ կա, Զարմիկն է նրա։ Խավիեր Բարդեմը, այո, նրա Զարմիկն է։ Գնանք առաջ, այս ռամասին ռոմանտիկ ես դու ընդհանրապես։ Չէի ասեմ, բայց ամեն դեպքում եւ հիմա ինձ չգիտեմ, վախենում եմ ասել, լավ չեմ ասի։ Չես սիրում։ Ես առհասարակ պոեզիայի երկրպագու չեմ։ Անգլիացի բանաստեղծ եւ գրող Թոմաս Հարդին է ծնվել 1840 թվականի այսօրը։ 1816 թվականի այսօրը անգլիացի գրող եւ հրապարակախոս Գրեյս Ագիլերն է ծնվել եւ եւս մեկ անուն, որ բոլորիդ
շատ ծանոթ կլինի։ Տեղափոխվում ենք միանգամից 1740 թվական։ Հենց այսօր է ծնվել ֆրանսիացի արիստոկրատ գրող եւ փիլիսոփա։ Դե ոնց ասենք, ազգանունը ինձ թվում է ամեն ինչ կասի, թե որ տեսության հիմնադիրն է նա, Մարկիս դե Սադը։ Դե առավոտ է էլի, հա։ Ամեն նախկին առաջին տիկին, չգիտեմ, առաջին տիկնոջ կարգավիճակը նույնպես հավերժ է, ինչպես նախագահինը, թե ոչ, ամեն դեպքում Մարթա Վաշինգտոնը 1731 թվականի այսօրն է ծնվել։ Եվ կարծես թե վերջ հոլանդացի նկարիչ Իսահակ վան Օստադեն է ծնվել 1621 թվականի այսօրը։ Դե բնականաբար ես կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որպեսզի մենք Strangers in the Night երգի ավելի ռիթմիկ տարբերակը լսենք, եթե դեմ չեք հարգելի ռադիո լսողներ, որովհետև խոսեցինք այդ մասին շատ եւ ենթադրում եմ, որ լավ կլիներ, որ լսեինք Ավո, ճիշտ եմ հիշում։ Ավոյի ստեղծած այդ հրաշալի երգը, հա։ Այո, անպայման վայելենք եւ վերադառնանք ու արդեն դիմավորենք մեր հյուրերին։ Let the night begin. Let the night begin. Տոլի քրոշ տղենա։ I saw you in the blue lights when the city fell asleep, dancing through the shadows like a secret I should keep. I didn't know your name, girl, but I felt you in my soul, like a dream from another lifetime, coming back to make me whole. And everything is fading when your eyes are close to mine. The night is slowly burning like a flame we can't deny. We are strangers in the night lights, Night lights dancing like a dream, two hearts on fire, on fire. lost inside the beat. We are strangers in the night lights. Strangers. But love has found a way when the rhythm takes us higher. Higher, higher, all the pain just fades away. Night lights, night lights. Strangers in the night lights. Love is fire, MDP 1 and 1. takes you higher, higher. On the boulevard of memories, we got lost without a word. Two lonely souls together in a song nobody heard. You smiled in all the darkness, turned into a silver sky. I don't need tomorrow if I've got you tonight. Մի խոսքով այստեղ պիտի մի Strangers in the Night, ու այդպես Դե շարունակ։ տարբեր տեսակ անծանոթներ են լինում գիշերվա ընթացքում, հենց գիշերային անծանոթների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երբեք չես իմանա ով են նրանք եւ ում Բայց մենք անպայման կլսենք մեր ասած Strangers in the Night-ը ծրագրի երևի կեզրափակենք հենց այդ երգով մեր այսօրվա եթերը։ Եվ ժամանակն է արդեն վերադառնալու եւ անդրադառնալու այսօրվա մեր Բարձունքներ թեմային, ենք բարձունքներ հաղթահարելու, ենք հաղթահարելու, ու չենք հատկապես որ իջնելու, այսօր առողջ սննդից խոսեցինք, կարծում եմ սա էլ առողջ ապրելակերպի մի մաս է։ Իրենք իրար հետ կապ ունեն իրականում։ Շատ մի այնպես կերեք, որ- որ կարողանաք բարձունքներ հաղթահարեք ու մնաք բարձունքում։ Բայց առանց շատ ուտելու կստացվի այդ բարձունքները։ Դե արի աղջիկներին Դե լավ։ հարցնենք։ Հայաստանում առաջին եւ միակ լեռնաշավային առաջնության ձևաչափի նպատակների, գրանցված ձեռքբերումների եւ սպասելիքների մասին պատմել են Արահետ 2026 լեռնաշավային առաջնության ներկայացուցիչները։ Արահետ 2026-ը կիրականացվի հունիսի 20-ին եւ 21-ին Վայոց ձորում արշավական 2 երթուղով սիրողական եւ պրոֆեսիոնալ թիմերի համար։ Այն անցկացվում է ի դեպ արդեն 4-րդ անգամ երկօրյա ձևաչափով։ Դե ողջունենք Եվ այո, աղջիկներին։ հենց այդ թեմայի շուրջ էլ զրուցելու ենք Սյունե Հովանեսյանի, ծրագրի համակարգող եւ Սվետլանա Բարխուդարովայի տաղավարների պատասխանատուի հետ։ Բարի լույս։ Եվ բարի գալուս մեր տաղավար։ Բարև ձեզ։
Տրամադրությունը Հրաշալի։ Առհասարակ ինչպես են սկսվում առավոտները, հատկապես երբ նման նախասիրությունների եւ նախաձեռնությունների հեղինակներ եք։ Հիմնականում հոգնած կարծում եմ, բայց ողջավորված։ Բոլորս ենք հոգնած։ Արտան մենք արդեն հոգնած ենք։ Այո։ Վերջին շրջանում հատկապես։ Դե խնդրենք պատմեք արդեն այս նախաձեռնության մասին, ինչ է սա իրենից ներկայացնում, առաջինն ու միակն է, դրա համար այնքան էլ լավ չենք պատկերացնում, թե ինչ է սա։ Բարձունք սխալ ասացինք, թե Ճիշտ ասացիք, այո։ Այդ կտորով հիմա մանրամասնեմ, Արահետը Բարձուն կրթական շարժման կողմից իրականացվող նախագիծ է, որը ոնց ասեմ արդեն նշեցիք 4 տարին է իրականացվելու, ու ինքը սկսել է որպես փոքր ծրագիր, ինքը տենց 10 թիմ ենք ունեցել առաջին տարում, եւ այս տարի արդեն նախատեսված է 25-ից 35 թիմ ունենալ, նախորդ տարի արդեն 25 թիմ են գրանցել, եւ նախորդ տարի էր առաջին sense պիլոտային փորձը մեր անելու այդպիսի մեծ փառատոնային ձևաչափով, որովհետեւ մինչեւ այդ ինքը sense մի օրյա էր, մի երթուղի էր, մարդիկ գնում էին 6 հոգանոց թիմ են կազմում Այդ մանրամասները նշեմ, որ պատկերացնեն լսողները, եւ մասնակցողները կազմում են 6 հոգանոց թիմ, գրանցվում են եւ գալիս մասնակցում են առաջնությանը, եւ մինչեւ այդ ինքը ոնց որ այդ մի երթուղով մի մրցույթներ, եւ դրանից հետո արդեն 25 թվականին մենք ձևակերպեցինք իրեն որպես փառատոնային ֆորմատի, ու այս տարի այդ ձևաչափով շարունակելու ենք եւ կենտրոնացումը հենց սիրողական մասնակիցների վրա է, ավելի հեշտ երթուղով մասնակիցների եւ որ մեր մեծ երազանքն է, որ ինչ որ պահի Արահետը դառնա մեծ լեռնաշավային տոն, որ մարդիկ կարողանան գան ու այս ձևաչափով ժամանցի ձևաչափով առնչվեն լեռների հետ, որովհետև մենք համարում ենք, որ լեռները դա շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, որտեղ մենք լեռնային երկիր ենք, եւ հետեւաբար մենք պետք է կարողանանք ուրախանանք, տոնենք եւ զվարճանքը նույնպես ապահովենք այդ ֆորմատով, այդ լեռների հետ առնչվելով եւ այդ տոնը ստեղծենք մարդկանց համար։ Պաստորեն ստացվում է, որ լեռները պիտի լավ լինենք, ի վերջո շրջապատված ենք լեռներով։ Ինչ հմտություններ են հանրաժեշտ մարդկանց, որոնք օրինակ ուզում են մասնակցել։ Հմտությունների մասին են։ Հմտությունների մասով, եթե պրոֆեսիոնալին են մասնակցում, կարող ենք թե ոչ, էլի։ Եթե պրոֆեսիոնալին են մասնակցում, ավելի կարող եմ մանրամասնել 35 կիլոմետր են վազելու այս տարի, ամենայն դեպս պրոֆեսիոնալ վազորդները։ Ինչ վերաբերում է սիրողականին, որ ինձ թվում է ամեն մեկը կարող է փորձել համենայն դեպս մասնակցել, 16 կիլոմետրը ավելի հեշտ է լինելու, բայց դրանից զատ, բացի մասնակցությունից որպես մասնակից կարող եք լինել նաև հյուր եւ դիտորդ իրականում հա չենք ձևակերպում արդեն որպես դիտորդ, քանի որ ինքը երկօրյա փառատոն է դարձել, մեր առաջին օրը ամբողջությամբ մշակութային ու ժամանցային կտոր է, մենք ունենք լիքը փառատոններ, հաշվի առնելով որ նաև ունենք փառատոն տաղավարներ եւ տաղավարների պատասխանատու հետեւաբար, ու տաղավարները բավականին լայն են, լիքը ժամանցային կտորներ ունենք։ Տաղավարներն համար է որ սոված չմնանք, տրամադրություն ապահովենք։ Ինչ է սպասվում այդ ժամանցային մշակութային մասը։ Տաղավարների մասով անուններ չեք տալիս ընկերությունների։ Ընկերությունների անուններ չենք տալիս, տաղավարների մասով գալով մեզ մոտ իհարկե սոված չեք մնա, այդ միանշանակ է, բայց ընթացիկ նաև կարող եք առնչվել այնպիսի գործունեության, ինչպիսին է կավագործությունը, կսովորեք առաջին բուժօգնություն, որը որ հաստատ ձեզ պետք կլինի սարերում, քարտեզի իմացություն եւ նաև տեղագրում դրա այդպիսի ոլորտների հետ կառնչվեք, տիր կրակել, այս վայրի բնություն, այո, դիարշավ, այսինքն ինչ մենք տեսնում ենք բնության մեջ համահունչ որպես ժամանցային զբաղմունք, փորձել ենք մաքսիմալ ներգրավել։ Մի տեսակ ֆանտաստիկ ժանրից ֆիլմ հիշեցրեց ձեր փառատոնը, որ պատրաստվում են, որովհետեւ հիմա ինչ որ բան է լինելու, ցիվիլիզացիան չի լինի եւ դու պետք է կարողանաս որսե իրականում մենք շատ ենք կտրված, մեզ թվում է դա ինչ որ հերո մի տեղ է, բայց իրականում մեր իրականության մի մասն է, ու մենք որ քաղաքում ենք, դրանից շատ կտրվում ենք։ Երբ որ մարդիկ գալիս են լեռներ, արշավ գնացող մարդիկ հատկապես հասկանում են, էլի դա ներողություն, որ լեռներում մարդիկ լրիվ ուրիշ ձև են լինում։ Նույն մարդը ում քաղաքում դու ճանաչում ես, լեռներում լրիվ ուրիշ տրամադրությամբ ես իր հետ շփվում եւ շատ ավելի բաց է ու անկեղծ։ Կարծես մի տեսակ վարակիչ է դառնում։ Մեկ անգամ գնում ես անդադար լեռները կանչում են ու ցնցումների մեջ ես ընկնում, պիտի գնաս, ունեմ ընկերներ, որոնք պարբերաբար գնում են ու առանց դրա կյանք չունեն, ու ես որքան հասկանում եմ, բավականին շատացել են հետաքրքրվողները։ Այո, գնալով շատանում են, այո, որովհետև նաև իրականում տարբերություն կա, մարդիկ մտածում են, որ դա բարդ է, որովհետև հաճախ բարդ երթուղիներն են միայն հրապարակում, եւ մարդիկ վախ ունեն, որ դա պետք է ինչ-որ ֆիզիկական պատրաստություն, բայց իրականում այդ լավ արտահայտություն կա մեր ընկերներից մեկը արեց, որ արշավը դա այգի է, քայլում ես
Ոնց որ դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, ուղղակի դուրս ես գալի քաղաքից ու զբոսնում ես բնության մեջ, դա է արշավը։ Հիմա թե ինչքան բարդությամբ, ինչքան ես դու կարողանում, ինչքան բարձրությամբ, դա արդեն դու ինքդ ես ընտրում։ Իսկ սիրողական թիմերի համար նշեցիք, որ պրոֆեսիոնալները շատ ավելի բարդ է սիրողական թիմերի համար ինչ երթուղի է եւ քանի որ եթե չեմ սխալվում, սա նաեւ չէ, չէ։ Ես կարող եմ գնալ այդ փառատոնային հատվածին մասնակցել։ Դիտորդենք, մենք կլինենք։ Բայց հետաքրքիր է եւ մրցույթի կոմպոնենտ կա, եթե ճիշտ հասկացա, ինչպես է որոշվում հաղթող թիմը։ Առաջին 3 թիմը, ովքեր հասնում են ֆինիշին, հաղթող են ճանաչվում եւ ունեն մրցանակային ֆոնդ եւ պրոֆեսիոնալ եւ սիրողականը։ Ունենք նաեւ լրացուցիչ մրցույթներ, ունենք նաեւ քվեսթային առաջադրանքներ ճանապարհին, որոնք կարող են հաղթահարել եւ մենք ամբողջ երթուղին չենք տալի, դա էլ է հետաքրքիր, մենք տալիս ենք միայն կետերը, որտեղ պիտի դրոշակ ամբողջ թիմով վերցնեն եւ ամբողջ թիմով 6 հոգանոց կազմով հասնեն ավարտին։ Որտեղ է տեղի ունենալու սա։ Արահետը այս տարի տեղի կունենա Վայոց մարզում Ելփին գյուղում եւ նաեւ ուզում եմ քանի դրանից խոսեցինք նշել, որ մեր հայտերը արդեն փակվում են ամսի 5-ին, այս ուրբաթ, այնպես որ եթե գրանցվողներ դեռ կան, եթե դեռ գրանցվողներ կան, մեր Instagram-յան էջում Արահետակի գծիկ բարձունք էջով կարող եք գտնել հղումը գրանցվել մասնակցել, ինչպես նաեւ որպես հյուր կարող եք գալ, այնպես որ շտապեք, որովհետեւ արդեն փակվում են։ Իսկ արդեն կան դիմողներ, որքան են։ Այո, իհարկե, մեր մոտ դեռևս ունենք մոտ 10 գրանցում օֆիցիալ, 10 թիմ, այո, գրանցված օֆիցիալ եւ եւս մոտ այդքան էլ գրանցման փուլում են, որովհետեւ այդ գրանցումը արագ չի լինում։ Արագ չի լինում, որովհետեւ իրանք գնում են տարածք ուսումնասիրում են, հաշվարկներն են իրենց անում, ընտրում են թե կարողանան չեն կարողանա, այո, մի քանի անգամ գնում են հետախուզության, որովհետեւ ճանապարհը մենք չենք տալիս։ Եվ իրանք պետք է լավագույն ճանապարհը երկար գործընթաց է, հա, փաստորեն։ Այո, դա պարտադիր չի իհարկե, յուրաքանչյուր թիմ ինքն է ընտրում։ Քանի անգամ վստահեն իրենց վրա։ Այս թիմեր եղել են, բայց մենք իհարկե հա խրախուսում ենք, որ իրենք գնան երթուղին ուսումնասիրեն, որովհետեւ ամեն դեպքում բարդ երթուղի է ու շատ քիչ հավանական է, որ առանց ուսումնասիրության կարողանան առաջինը հասնել։ Իսկ արհեստական խոչընդոտներ ստեղծում եք մասնակիցներով, լրիվ ֆանտաստիկ է։ Բնությունը այնքան խոչընդոտներ ունի, որ լրիվ արհեստականացնում է։ Մի փոքր հետ գնալով եւ փառատոնի ստեղծման անդրադառնալով, որն է նպատակը, ինչպես կայացվեց այս որոշումը, որ կարիք կա նման փառատոնի եւ ինչ նպատակով է ստեղծվել։ Բարձուն կրթական շարժումը իրականում սա իր ամենալայն ոնց որ լսարան ունեցող ծրագիրն է այս պահին, մնացածը ավելի բուն կրթական ծրագրեր են երիտասարդների, դպրոցական երեխաների համար եւ Արահետի նպատակը այն է, որ ոնց որ ինչպես արդեն նշեցի, ոնց որ մենք հաճախ ասում ենք, եթե մենք լինեինք ծովային երկիր, պիտի կարողանանք լողալ կամ նավարկել։ Եթե մենք լեռնային երկիր ենք, պիտի կարողանանք սարեր բարձրանալ եւ դա շատ լինել ծովային եւ լեռնային երկիր։ Այո, հրաշալի է հնչում, երբեք չէի մտածել այդ մասին։ Այո, այդ դեպքում երկուսն է պետք է կարողանանք անել։ Ու այս պարագայում մենք մեր մեծ երազանքն է, որ ինչոպայի Արահետը դառնա մեծ տոն, լեռնաշավային տոն, երբ նույնիսկ բարձուն կրթական շարժումը դա չկազմակերպի, արդեն մարդկանց մոտ քանի որ ինքը ֆիքսված է հունիսի նախավերջի շաբաթ կիրակի։ Արդեն ասոցիատիվ դա դառնա տոն եւ բոլոր մարդիկ այդ օրը բարձրանան լեռներ։ Ասեն մենք չենք կարող գալ այս ինչ միջև։ Այո, մենք այդ օրը Արահետն է, մենք Արահետ։ Այդ օրը Արահետ։ Ոնց օրինակ հիմա տարբեր տոներ կան, որոնք նշվում են, որոնք օֆիցիալ տոն չեն, բայց մարդկանց մեջ կա Վարդավառն է նշվում եւ այլ մեր տոներից են, ու այդ տոներն էլ ինչ որ ձևով ստեղծվել են ու մենք ուզում ենք եւս մի տոն ստեղծել։ Եվ կարծում եմ, որ նմանատիպ գեղեցիկ փառատոները կարող են հիմք հանդիսանալ տուրիզմի զարգացմանը, այսինքն մարդիկ, որոնք հետաքրքրվում են լեռնագնացությամբ, բայց ապրում են այնպիսի հատվածներում, որտեղ տափաստաններ են, լեռներ չկան, հիանալի տարբերակ է, որպեսզի ընտրեն Հայաստանը եւ որպես զբոսաշրջային հատված, որ կգան եւ կտեսնեն երկիր, որը ունի հին մշակույթ, պատմություն, եւ նույն ժամանակ իրենց փորձառությունը կիրականացնեն։ Եվ մենք ունենք փորձառություն իրականում դրսից եկող թիմերի, մենք Ռոստովից ենք։ Թիմերը նույնիսկ ունենք։ Այո, մենք Ռոստովից թիմեր ենք ունեցել նախորդ տարի եւ այս տարի նույնպես գրանցվել են եւ փորձում ենք նաեւ կապի դուրս գալ մեր մյուս համայնքների, հայկական համայնքների, Սփյուռքի հետ, որ հնարավորության դեպքում կարողանան գալ, բայց դե հիմիկվա այս աշխարհակաղակական իրավիճակում մի քիչ բարդ է լինում այս տարի։ Բայց հա, մենք ամեն դեպքում այդ ուղղությամբ աշխատում ենք ու կարծում եմ դա գնալով լայնանալու է մեր լսարանը։ Սվետլանա վերադառնալով տաղավարներին, հետաքրքիր է մարդիկ, որոնք պարզապես ուզում են այցելել, բայց թիմերի մաս չեն կազմում, պարզապես այդ հատվածն է հետաքրքիր, կարող են գալ օգտվել օրինակ կավագործության դասից կամ ձիավարությունից։ Կարող են գալ ոչ միայն միայնակ կամ ընկերների հետ, այլ նաև եթե ունեն ընտանիք եւ երեխա, որովհետեւ նաև դիտարկում ենք մանկական
անկյուն, որպեսզի երեխաներն էլ կարողանան զբաղմունք գտնել ու երեխաներին էլ փոքր տարիքից արդեն մոտեցնենք ավելի շատ բնությանը ու ծանոթացնենք մեր լեռներին ու հայրենիքին։ Այստեղ մի հարց, մասնակիցները տարիքային շեմ կա, որ տարիքից են։ Սկսած 16-ից 18 ծնողի համաձայնությամբ եւ 18-ից արդեն ազատ, միայն ավագը պետք է լինի չափահաս կարևոր է թիմի։ Այստեղ կարող ենք ասել, որ ինչ որ ժամանակ անց այնքան կընդլայնվեք, որ կստեղծեք նաև մանկական թիմեր, Մենք իրականում ունենք այդպիսի երազանք, ուղղակի դե այս պահին ավելի բարդ է դա, որովհետեւ շատ ռեսուրս է պահանջում անվտանգությունը ապահովելու եւ այլնի հարցով, բայց մենք ունենք այդպիսի ցանկություն, հա, ինչ որ պահի դրան հասնելու։ Մեր պատանիները, դպրոցահասակները, որ ունեցել ենք մենք իրականում սեբաստացիներից 3-րդ տեղն են գրավել նախորդ տարի, եկել են իրենց ուսուցչի։ Չի մեկ զարմացած, որովհետեւ այդ կրթահամալիրը հայտնի է նաև այն բանով, որ երեխաները շատ են բարձունքներ հաղթահարելը, այդ բարձունքի հաղթահարում եւ երեխաները գնում են ու այդ բարձունքները հաղթահարում են։ Քանի որ նշված է, որ երկօրյա միջոցառում է սա, հունիսի 20-ին եւ 21-ին է տեղի ունենալու, ինչպես է սա կազմակերպվում, արդյոք հենց երթուղին էլ կարող է այսքան երկար լինել, թե վերադառնում են, մնում են, ինչ Մեզ համար մի քիչ անծանոթ է, որովհետեւ երբեք չենք մասնակցել, քանի չենք պատկերացնում ինչպես է գծվում ընթացքը։ Առավոտյան կարող եմ sense օրակարգով գնալ հիմնական, առավոտյան շարժվում ենք 8-9-ի շրջանակներում, հասնում ենք այնտեղ ճամբար եւ ունենք վրանատեղի, որտեղ մենք տրամադրում ենք վրաններ, հյուրերին տրամադրում ենք վարձակալությամբ մասնակիցների համար անվճար եւ առավոտյան գնում ենք այնտեղ ամբողջ ժամանցային եւ պարային այդ կտորն է լինում ազգային պարերով, խաղերով եւ տաղավարներով լցոնված եւ երեկոյան արդեն ունենում ենք խարույկ, գիթառային երգեր եւ գիշերակաց։ Գիշերակացը պարտադիր է բոլոր մասնակիցների համար, որպեսզի հավասար պայմաններով սկսեն ստարտը արդեն երկրորդ օրը։ Առաջնությունը միշտ երկրորդ օրն է լինում եւ դեպք են եղել, միշտ համայնքը փորձում ենք ներգրավել եւ մենք ունենք գյուղամթերքի տաղավար, որտեղ բոլոր ամբողջ արտադրանքը, որը գյուղը կարող է տրամադրել կամ համայնքը կարող է տրամադրել, մենք ուզում ենք ներկայացնենք եւ անվճար տաղավար ենք տրամադրում եւ նաեւ գյուղից թիմ է միշտ մասնակցում, նախորդ տարի ամեն դեպքում մասնակցել է, կարծում եմ այս տարի էլ կլինի եւ օրինակ տես դեպքեր եղել են էլի, որ գյուղից մարդիկ ասել են դե մեր տունը կողքն է, կարանք գնանք այնտեղ քնենք, գանք, ասել ենք ոչ, պետք է հավասար պայմաններով քնեք վրաններում, այդպես ոնց որ հյուրերը մասնակիցները կամավորները միասին բոլորը վրանատեղիում գիշերակաց են ունում եւ առավոտյան ստարտ ենք տալիս, երեկոյան ունենում ենք մրցանակաբաշխություն եւ դրանից հետո մեծ համերգ ենք ունենում։ Մի տեսակ գնացի դեպի վերջին հերոսը խաղին, հերոստաշոուին ամեն ինչ անում եք, որպեսզի չհեռանան իրականությունից։ Եթե դիտարկենք, ապա մենք գիտենք, որ մենք Երևանաբնակներս կամ քաղաքաբնակներս հերվածել ենք բնությունից, ավելի շատ քարերին, հարմարավետությանն ենք սովոր եւ մեկ-մեկ էլ ծուլանում ենք եւ չենք մարզվում, մեկ-մեկ չէ, հաճախ նաեւ, ինչու ոչ, մարզվողը մարզվում է իհարկե, բայց կարող ենք ասել, որ կարող եք որոշակի մոտավոր ինչ-որ պատկեր ներկայացնել, օրինակ մարզային թիմերը ավելի պատրաստված են, ավելի լավ գիտեն բնությունը, լավ գիտեն բնության օրենքները, որոնց մենք ծանոթ չենք։ Իրականում իհարկե իրանք ինչ որ չափով ավելի պատրաստված են, բայց այն գյուղերը, որոնք մենք պատկերացնում ենք գյուղասելով, իրականում գնալով քչանում են ցավոք, ու նույնիսկ գյուղի մարդիկ հաճախ չեն տիրապետում իրենց տարածքին, իհարկե դա ոչ բոլոր տարածքներում է։ Ու այդպիսի դեպքեր լինում են, որ արշավականները ավելի հեշտ են անցնում ճանապարհը, քան հենց տեղացիները, դրա համար մենք նաև խրախուսում ենք, որ իրենք իրար հետ աշխատեն եւ այդ լրիվ ուրիշ քիմիա է ստեղծում իրենց մեջ, ու պատրաստության մտածում են մեր տարածքն է, գիտեն, հա, այդ միշտ այնց է լինում, եւ մենք նաև ես որպես իմ փորձառությունից գալով եմ միշտ այդ կտորը ներկայացնում, որ 24 թվականին ես մասնակից եմ եղել, հետո եմ դարձել համակարգող եւ չեմ ունեցել այդ փորձառությունը իրականում արշավական, մի լեռեի բարձրացել, մի անգամ խուստուփ էի գնացել, ու ինձ որ առաջարկեցին, ասացի չէ, դե արշավախմբեր են մասնակցում, ես գնամ այնտեղ ինչ անեմ, առավել եւս չկա այդ բաժանում այն ժամանակ մի երթուղի էր, ու անծանոթ թմի հետ բացարձակ մենք իրար չենք ճանաչում, առաջնության շրջանակներում ենք ծանոթացել, իր այդ գնացել ճանապարհ ուսումնասիրել ենք ու ամեն մեր հետախուզում գնալը մի հատ արկած է եղել, ու այդ իմ կյանքում դեռ ուրիշ էջ է բացել արշավական ընկալման, որովհետեւ երբ որ դու գնում ես արշավախմբի հետ դա մի ուրիշ հաճույք է, բայց երբ գնում ես ինքդ ամբողջ պատասխանատվությունը անվտանգության, ուսումնասիրության եւ այլն քո վրա է, դեռ ուրիշ աչքերով ես սկսում նայել եւ այդ բնությանը եւ այդ արահետներին։ Եվ մրցանակաբաշխության մասին խոսեցիք, ինչ մրցանակներ են ստանալու հաղթող խմբերը եւ արդյոք հորիզոնականներ կա թե կա պարզապես մեկ հաղթող։ Ունենք հորիզոնականներ, ունենք 3
տեղ եւ սիրողական եւ պրոֆեսիոնալ երթուղիներում։ Պրոֆեսիոնալ երթուղու առաջին տեղը 500,000-ից սկսած եւ իջնում ենք 400, 300 եւ սիրողականը 200, 150 եւ 100 մրցանակային տեղերով։ Ասում եմ չենք մասնակցի։ Բայց Ես Լուսինեն, Սևակը Տիգրան 5 քանի հոգի պիտի Ունենք լինենք։ եւս մեկ վեց։ տալու կտանք։ Այնպեսի մի հատ թիմ ենք հավաքել, որ հենց սկզբից տալու ենք տալու։ Ոչ ես եմ այս հարցում մի բանի պետք, ոչ Իրականում մենք ամեն ինչ անում ենք, որ սիրողական երթուղում հնարավորինս հասանելի լինի մարդկանց մասնակցությունը։ Բայց մենք գուցե չհաղթենք, բայց մենք ձեր ուրախ ժամանցը կապահովենք։ Եվ շատերը հենց դրա համար էլ գալիս են եւ ամենասկզբից նշում են, որ հաղթելու նպատակ չկա եւ ուզում են, որ մասնակցեն այդ տոնին եւ վայելեն այդ ժամանցը։ Այլ երկրներում ինչ խմբեր էին գալիս, որ մարդկանց զբաղացնեն։ Cheerleader-ները, այո։ Խոսքով մենք դրանց դերը կկատարենք, հաստատ կզբաղեցնենք։ Մաղթում ենք հաջողություն եւ շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ հետաքրքիր գաղափարներ ունեք ու ուզում եք այդ գաղափարները իրականություն դարձնել։ Մենք լիահույս ենք, որ ինչ որ ժամանակ անց իսկապես սա կլինի արդեն բոլորիս մոտ ամրագրված օր եւ մենք ասենք չէ, մենք գնում ենք այնտեղ, ովքեր էլ որի վիճակի չեն մասնակցելու, կգան ուրախությամբ ապահովել։ Ձեզ հաջողություններ ենք պատում։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Սյունե Հովանեսյանի եւ Սվետլանա Բարխուդարովայի հետ։ Մենք հիմա մեր հյուրերին կխնդրենք լուսանկարվել, դուք էլ այդ ընթացքում եւս մեկ երաժշտական կատարում վայելեք, հետո կվերադառնանք ձեր նոր մեկնաբանությունները Կկարդանք, այո, լավ մեկնաբանություններ եք գրել, ինչ խոսք մենք շոյված ենք, այսօր այնքան կոմպլիմենտ ենք ստացել ճիշտն ասած, եւ կշարունակենք մեր գեղեցիկ եթերը, մնացեք մեզ հետ։ alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. My name is Macarena. Always at the party con las chicas que son buenas. Come join me, dance with me, and all you fellas chant along with me. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo
Այսպես հարգելի ռադիոլսողներ, կարծում եմ ովքեր հետևում էին ոչ միայն FM հաճախականությամբ, այլև մեզ դիտում էին, տեսան, որ մենք բարի դասեր ունեցանք։ Այո, ես սովորում էի մակարոնայի շարժումները եւ մեր ռադիոլսողները, որոնք մեզ հետևում են, նաեւ այնքան ուշադիր են, որ մեր փոքրիկ մինի կիքսիկներն են նույնիսկ բռնացնում եթերում։ Դեռ մեր միկրոֆոնները չէին փակվել եւ ես մանրամասնում էի, թե Խավիեր Բարդեմը, ռեժիսոր Բարդեմի ինչ զարմիկն է եւ Լուսինեին հստակեցնում էի, որ կամ քրոջ որդին է, ժողովրդական լեզվով ասացի, դե ասացի քրոջ տղեն։ Կամ էլ ուզում էի հասցնել ասել, եղբորն էլ արդեն միկրոֆոնները փակվեցին, բայց արի ուտես, որ մեր ռադիոլսողները հասցրեցին բռնացնել, դրա համար հստակեցնեմ, որ չիմանաք, թե ինչ որ իրական մարդկանցից էինք բամբասում։ Չէ, մենք եթերի ժամանակ ցույց չենք տա։ Մերոնց ԽՑԲ-ն չէր համենայն դեպս այս պարագայում։ Խավիեր Բարդեմը, այո, փաստորեն վերոհիշել ռեժիսորի կամ քրոջ որդին է կամ եղբոր հստակեցված չէր, զարմիկն է ամեն դեպքում։ Իմիջիալոց շնորհակալություն ենք հայտնում մյուս մեկնաբանությունների համար եւս։ Այո, Արամ Մկրտչյանը, որը իդե բռնացրել էր իմ փոքրիկ բացողումը, գրել է բարիլուս շատ սիրելի հաղորդավարուհիներ ջան։ Ես ձեզ շատ եմ սիրում, եթե անկեղծ ասեմ, առաջին անգամ եմ տեսնում ձեզ միասին բարելիս մեր սիրելի սուրճուսերը։ Շատ գեղեցիկ եք, շատ համահունչ, միշտ փայլ եք գեղեցկությամբ եւ պոզիտիվությամբ։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Մենք ենք շնորհակալ, ինչպես կոմպլիմենտների, այնպես էլ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ որ ամենակարևորն է նաեւ մեկնաբանություններ թողնելու։ Չնայած այն բանին, որ եթերաժամի վերջին հատվածն է, դեռ դուք կհասցնեք մեկնաբանություններ թողնել, մենք ուղիղ եթերում ենք ոչ միայն FM հաճախականությամբ, այլև մեր Facebook-յան էջում եւ կայքում։ Ես ուզում եմ գաղտնիք բացել հարգելի ռադիոլսողներ, Սուրճուսեր առավոտիցի թիմը նախ գեղեցիկ թիմ է, որովհետեւ թե կանայք, թե արական սեռի ներկայացուցիչները բավականին բարետես են, սա շատ կարեւոր է եւ մենք էկոլոգիապես մաքուր թիմ ենք։ Դա ինչ է, սիրելի Լուսինե։ Չենք ծխում ոչ ոք։ Շատ լավ։ Առողջ ապրելակերպի կողմնակից ենք։ Խելոք մեզ համար գալիս ենք, նման խնդիրներ չկան։ Եվ առհասարակ, քանի որ առողջ ապրելակերպից ենք խոսում, բոլորին կոչ ենք անում որևէ տեսակ ծխախոտ կամ ծխախոտային չգիտեմ, նոր տարբերակներ չօգտագործել, դրանք բոլորը վնասակար են առողջության համար։ Նույնիսկ եթե դրանց գովազդում ասվում է, որ մի փոքր ավելի քիչ են վնասակար, միևնույն է, ամեն ինչ վնասակար է, պարզապես խուսափեք դրանցից եւ շատ ուշադիր եղեք, որպեսզի ձեր երեխաները չսկսեն, որովհետեւ ինչպես հասկանում եմ, միշտ այս հարցում ավելի հեշտ է կանխարգելելը։ Վատ կախվածությունը վատ բան է, հարգելի ռադիոլսողներ, եւ պետք է ընդհանրապես փորձել այնպես անել, որ կախվածություններ չունենանք, նաեւ չունենանք կախվածություններ, խցանումներ ստեղծելուց, որովհետև հաճախ մենք տեսնում ենք ոչ միայն խնդիրը նրանում է, որ շատ մեքենաների առկայությունն է, այլև այն է, որ մենք վարորդները սիրում ենք մեր քթից այն կողմ չտեսնել։ Իդեպ ես նկատել եմ, որ հետիոտներն էլ են սկսել այդպես քայլել փողոցում, իրենց համար, այսպես թքած հետևի մարդիկ սպասում են մինչև ինքը դանդաղ, այսպես կճեմի ու տեղ չի տալիս, որ անցնենք, ոնց վարում ենք, այդպես էլ սկսել ենք քայլել։ Եկեք ուշադիր լինենք ու ֆիքսենք մի կարևոր բան, հատկապես նեղլիկ փողոցներով դուք մենակ չեք ու շտապող մարդիկ կան։ Իդեպ ասեմ, որ Բաղրամյան պողոտայում կա մեկ ավտովթար, հարգելի ռադիոլսողներ, ավտովթարներից խուսափելու համար էլ պետք է զգոն եւ ուշադիր լինել եւ հիշել մի կարեւոր բան, հարգելի վարորդներ, որ դուք փողոցում մենակ չեք եւ կան այլ մեքենաներ։ Հույսը մի դրեք ձեր պրոֆեսիոնալիզմի վրա, մտածեք, որ ցանկացած պարագայում կարող է որևէ մեկ վարորդ այդքան էլ լավ չմանևրի կամ լավ չհաշվարկի կողքի մեքենաների ընթացքը եւ ահա խնդրեմ, այստեղ ունենք այնինչ ունենք, իդեպ խցանումների։ Որ պարզապես թեթև վթարը եւ ոչ մեկ չի վնասվել, լուրջ վնասվածքներ չկան։ Լուսինե, մինչեւ եղանակին անդրադառնալը նիշն եմ ուզում ասել, 7 բալ է դարձել 6-ից։ Կարծես թե հեռախոսազանգ ունենք, կարծում ես կհասցնենք ընդունել։ Եվ ուզում եմ եւս մեկ բան էլ ասեմ, որ թեպետ այդ Բաղրամյան պողոտայում կա ավտովթար, բայց խցանում չկա այդ հատվածում, այնպես որ շարունակեք երթևեկել, ողջունենք ռադիոլսողին, այո, ընդունենք եւս մեկ հեռախոսազանգ եւ բարի լույս մաղթենք մեզ միացած մեր սիրելի ռադիոլսողին, դուք եթերում եք։ Բարի լույս ձեզ։ Բարև ձեզ։ Ծխելու մասին մի առեղծվածային հանգամանք կա, ես 64 անց եմ եւ ծխել չգիտեմ։ Հրաշալի է։ Դուք մենակ չեք, ճիշտ է, 64 անց չենք, բայց մենք էլ։ Լավ։ Հրաշալի է, շատ շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհակալ ենք, որ առավոտը մեզ հետ եք սկսել։ Ամեն օր եք մեզ լսում։ Աննել
Ծխել չեմ իմացել, օրինակ էլի եմ եղել։ Հրաշալի է։ Շաբաթ եղել է։ Դե ամենակարևորը որ նաև օրինակ ծառայեք մեր մյուս ռադիոլսողների համար, շնորհակալություն։ Շատ Ահա տեսնում եք շնորհակալ ենք։ կան մարդիկ, որ ծխել չգիտեն, մենք Այո, էլ։ հրաշալի է, Ոնց է, այո։ այո։ Այսօր մի տեսակ շատ այսպես ճիշտ եթեր ստացվեց, ճիշտ Առողջ։ կոչերով, այո, եւ Գեղեցիկ։ ել ավելի կարծում եմ գեղեցկացնում է եթերը եղանակը այս պահին մայրաքաղաքում Երբ դու թրթված մուգ չես դառնում։ հավելվածի, այո, երբ ինչպես մայրիկս է ասում, չենք բորբոցնում ադրևից։ Կամ թրջված մուկ չես դառնում, թեպետ Եվ դառնում եք։ այո, երբ նայում ես հեռախոսային հավելվածին եւ տեսնում ես, որ այն ցույց է տալիս 20 աստիճան, այս պահին մայրաքաղաքում արևոտ եղանակ է, օրվա ընթացքում մինչեւ 23 աստիճան բարձրանալու է։ Ցերեկը ցույց է տալիս, որ ինչ որ շրջանում անպամած կլինի, բայց տեղումների վտանգը մեծ չէ, այնպես որ եղանակը տրամադրող է։ Կարծում եմ մենք ձեզ տրամադրեցինք, մնում է ինքներդ էլ ձեզ մի փոքր տրամադրեք, ավարտեք սուրճը եւ ունենաք հրաշալի երեքշաբթի։ Կարծում եմ նաև երկերի ռիթմերի ներքո լավ մարզվեցիք եւ պատրաստ եք նոր օրվան, նոր խնդիրները ժպիտով հաղթահարելուն, նոր հաջողություններ գրանցելու, եթե գնալու եք բանակցությունների, ապա ձեզ մաղթում ենք հաջող ընթացք եւ իհարկե գնացեք ու աշխարհը գրավեք ձեր աշխարհը, որը ձեր արժեվ դրել եք, երազանքները դարձրեք նպատակներ ու իհարկե առաջ Մարզվելով եւ առողջ սովորություններով։ Ամեն առավոտը այդ առողջ սովորություններից մեկը պիտի լինի յուրաքանչյուր առավոտ արթնանալ ու լսել մեզ, որովհետեւ մենք աշխատում ենք հատուկ ձեզ համար եւ մեծագույն սիրով։ Իսկ այսօր ձեզ համար գեղեցիկ եթեր ապահովեցին Լուսինե Մուրադյանը եւ Վեգա Անդրեասյանը, խոստացված Frank Sinatra-ից հրաշալի կատարումը լսենք եւ իհարկե հետո անցնենք մեր գործերին, մնացեք հանրայինի հետ։ Strangers in the night, exchanging glances, wandering in the night. What were the chances we'd be sharing love before the night was through? Something in your eyes was so inviting, something in your smile was so exciting, something in my heart told me I must have you. Strangers in the night, two lonely people, we were strangers in the night, up to the moment when we said our first hello. Little did we know love was just a glance away, a warm embracing dance away. And ever since that night we've been together, lovers at first sight, in love forever. It turned out so right for strangers in the night. Just a glance away, a warm embracing dance away. Ever since that night we've been together, lovers at first sight, in love forever. It turned